Ուժեղ Հայաստան կուսակցության մասնակցությունը չեղարկելու դիմում եք ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ընտրական օրենսգիրքը երկու այդպիսի դեպք է, հա, նախատեսում, մեկը գրանցումը չեղյալ համարելու, մեկը անվավեր ճանաչելու։ Ինչ կոնկրետ ձեր պահանջը որն է։ Տեսեք, ընտրական օրենսգրքով սահմանված հնարավորությունները երկուսը չեն, շատն են։ Մենք այս դեպքում կոնկրետ պահանջում ենք, որպեսզի ընտրական հանձնաժողովը կենտրոնական անվավեր ճանաչի ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին իր 03-05-26 թվականի համար 69 գիծ A որոշումը։ Առաջի կետով պահանջը հետևյալն է, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր այդ գրանցումը ԿՀ-ի որոշմամբ անվավեր ճանաչելուն։ Երկրորդ կետով, եթե այնուամենայնիվ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգտվի ընտրական օրենսգրքով սահմանված իր իրավունքներից եւ նման պահանջով դիմի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։ Իսկ ինչ հիմքերը կներկայացնեք, օրինակ դուք ինչու եք կարծում, որ ուժեղ Հայաստանի գրանցումը պետք է անվավեր ճանաչի։ Տեսեք, հիմքերը կարելի է մեղմ ասած ճչուն են, արդեն որ երրորդ ամիսն է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, հասարակական սեկտորի ներկայացուցիչները, հասարակական գործիչները բարձրաձայնում են տեղի ունեցող բազմաթիվ վատառողջ երևույթների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա եւ կարող են շեշտակիորեն փոխել ընտրությունների արդյունքը։ Խոսքը ինչի մասին։ Կոնկրետ արտաքին ազդեցության մասին, ֆինանսական թափանցիկության մասին, խոսույթ կա արտասահմանից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելով Հայաստանի Հանրապետության տեղափոխելու մասին, որոնք գալիս են, տեսնում եք, լրագրողական հետաքննություններն էլ են դա ցույց տալիս, մարդիկ մեքենաներով գալիս են զուտ այդ օրը ստիպողաբար կարելի ասել պարտադրված ընտրությանը մասնակցելու, իրենց սրտի թեկնածուին այսպես ասած ընտրելու, որոշ արտաքին ուժերի սրտի թեկնածուին ընտրելու եւ ուրեմն երկրի տարածքը անմիջապես հենց ընտրությունների հաջորդ օրը լքելու միտումով։ Այս ամեն ինչը միտված է խափանելու ընտրությունների բուն բնականոն ընթացքը եւ կարծում ենք այս առումով Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեցել են անելիք եւ կարծում եմ, որ չեն արել։ Հիմա մենք էլ երեկվա բանավեճից հետո տեսակ ինչ տեղի ունեցավ, Հանրապետության վարչապետը նաեւ մեղադրանք հնչեցրեց ուրեմն արևմտամետ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաև Արամ Զավենի Սարգսյանի հասցեին առայն, որ մենք ենթադրվում է, ընկալումը ստեղծվեց այնպիսին, որ իրենք ինչ որ գործիքներով, այսինքն սահմանափակված են, չեն կարողանում դիմել այդ քայլին, բա դուք ինչի չէիք դիմում, եւ Արամ Զավենի անմիջապես էլ պատասխանեց, որ մենք պարբերաբար արդեն որորդ ամիսն է բարձրաձայնում ենք այդ հարցերի վերաբերյալ եւ եթե ձեզ հարկավոր է այդ դիմումը, որպիսի ձեր ձեռքերի կապանքները բացվեն, մենք կտանք ձեզ այդ գործիքը եւ այսօր մեր այս դիմումի իմաստն ու նպատակը գնդակը գործող իշխանության դաշտ փոխանցելն է։ Եվ հրատապության սկզբունքով եք հննվելու այս դիմումը, քանի որ 1 օր է մնացել այդ սկզբունքով ոնց է։ Հրատապ կարծում եմ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ, ամեն դեպքում դիմումի քննության արդյունքում ԿՀ-ի որոշումը պետք է կայացվի մինչև ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումը, ըստ այդմ սպասենք մինչև ընտրությանը նախորդող օրվա ավարտը։ Այսինքն այսօր։ Վաղը։ Նույնիսկ դատարանով Մինչև ժամը 12:00, 24:00, այո։ Դատարանն էլ իր որոշումը, եթե դատարան է հասնում։ Այսօր կամ վաղ առավոտյան մինչև պետքա որոշում կայացնի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով եւ առավելապես ջանալով չզրկել մեզ դատարանի իրավունքից, դրա համար պետքա առավել հրատապ
քննի այս դիմումը, որպեսզի այնուհետև մերժելու դեպքում մենք 24 ժամվա ժամանակ ունենանք վարչական դատան դիմելու։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ բավարարում է ձեր դիմումը, ոչ էլ ինքն է դիմում վարչական դատարան, դուք բողոքարկելու եք այն։ Տենց իրավիճակ չկա, կամ բավարարում է, կամ չի բավարարում, չդիմելով չի բավարարում։ Այդ դեպքում ինչ է լինում։ Բայց դուք կարող եք Այդ դեպքում մենք վիճարկում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Իհարկե դա քաղաքական որոշման հարց է, կուսակցությունը պետք է որոշի, բայց իրավական հնարավորությունը կա վիճարկելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Ես հույս ունեմ, որ այո, մնացածը արդեն քաղաքական ուժը կասի։ Հարցի պատասխանը հնչեց, որ որոշման առկայության դեպքում մենք կկայացնենք քաղաքական որոշում քննարկելու այդ իրավիճակի այդ բողոքարկման նպատակահարմարության հարցը։ Տեսեք, օրինակ պայմանականորեն ընդունենք, եթե ձեռնարկված բոլոր այդ կոռուպցիոն մեխանիզմները, ենթադրյալ կոռուպցիոն մեխանիզմները, ընտրությունների վերջնական արդյունքների վրա մեծ հաշվով ազդեցություն, այսինքն չթողնեցին այն ակնկալվող արդյունքը եւ ըստ էության այն քաղաքական ուժերը, որոնք որ նպատակամղված են այդ գործիքակազմով հասնել իրենց համար ակնկալելի արդյունքի, տապալվեն, ինչը որ մենք հույս ունենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կգտնվի գիտակից եւ ըստ արժանվույն կգնահատի բոլորի այս քայլերը, բոլորի մղումները հասնել իշխանության եւ բան չի մնացել, 2 օրից հայ ժողովուրդը, Հայաստանի քաղաքացիները իրենց խոսքը կասեն եւ հուսով եմ չեն ստեղծի այնպիսի մի իրավիճակ, որ մենք ստիպված լինենք այս հարցով գնալ դատարան, այլ իրենց արդարադատությունը, իրենց քվեով, իրենց քվեարկությամբ ընտրությունները եւ անհավասար մրցակցություն ստեղծում։ Ինչով օրինակ։ Դուք չեք տալիս, որ կոնկրետ կուսակցությունը մասնակցի։ Ով է, մենք ենք թույլ տվել։ Չէ, դուք դիմում եք, որպեսզի թույլ չտա։ Չէ։ Կայացնելու այդ կուսակցությունը այստեղ խնդիրը նրանում է, որ իշխանության խնդիրն է, այստեղ խնդիրը իշխանության խնդիրն է, որովհետև բանը պետք է չհասներ այսօրվան, բանը չպետք է հասներ այս փուլին, այլ ամենասկզբից պետք է թույլ չտվածվեր այս ուժը մասնակցեր, որովհետև դրսից տղա բերած, այս դեպքում ֆինանս բերած ու նաև ճակերտավոր ուժեղ տղա բերած ու Հայաստանի վրա իրավունք չպետք է ունենար Հայաստանում մասնակցելու ընտրությունների։ Այստեղ իշխանությունը փորձում է նաև ինքը ուժեղ տղա խաղալ եւ երկուսով իրար հետ մտել են կռվի մեջ, այլ ոչ թե պահելով օրենքի պահանջները, այլ ոչ թե թույլ չտալով այդ ուժին մասնակցել, որը պետության համար անվտանգության խնդիր է։ Պատճառները ավելի շատ քաղաքական են, որ Փաշինյանի ասելուց հետո եք դուք փաստորեն որոշել վերջի օրով ներկայացնել։ Երկու բառով անդրադառնամ։ Ոչ, բայց այո։ Այսպիսի հանգամանքներ կար, փաստորեն դուք չեք ներկայացրել եւ հիմա եք ներկայացնում։ Մենք կուսակցության ներկայացուցիչներ ենք, տեսեք, դուք հարց եք հնչեցնում, ասում եք ինչու ավելի վաղ չէիք դիմել, ճիշտ է։ Ուրեմն նախ ուզում եմ ձեզ ասել հետեւյալը, որ անկախ նրանից մենք դիմում կներկայացնենք գրավոր թե ոչ, միջոցներ ձեռնարկելու պոզիտիվ պարտականությունը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Այսինքն մենք այստեղ ենք զուտ պահանջելու եւ աջակցելու, խթանելու, որպիսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 100%-ով փորձի իրականացնել իր պարտականությունները։ Ինչ վերաբերվում է ավելի վաղ դիմել չդիմելուն, ես արդեն իսկ նշեցի, բազմիցս Արամ Զավենի Սարգսյանը բարձրաձայնել է բոլոր այս խնդիրների մասին։ Կոռուպցիոն այս երևույթները, որոնց մասին որ հասարակական ողջ դաշտը պարբերաբար բարձրաձայնում է, հանրությանը շատ քաջ ծանոթ է։ Մենք եկել ենք պարզապես հաշվի առնելով, որ գործողություններ չեն իրականացվել մինչև օրս, տեսեք, լավ, մի հատ sense օրենքի դրույթը ես ցիտեմ, տեսեք, ընտրական օրենսգիրքը Փաշինյանի հայտարարությունից հետո եղել, այսինքն քաղաքական ուղղություն։ Ուրեմն ես ձեզ պատասխանում եմ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ հանրային իշխանությունները պարտավոր են ապահովել Դա հիմունքներն են, ընտրական գործընթացի հիմնական հիմունքներն են, սկզբունքներն են, որ պարտավոր են ապահովել ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի իրացումը քաղաքացիների։ Հիմա այդ բոլոր տեղեկատվական ինֆորմացիայի լույսի ներքո արդյոք դուք չեք գտնում, դուք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեք գտնում, որ օրինակ քաղաքացիների ընտրելու հավասար իրավունքը, ընտրելու ազատության իրավունքը
խաղ տվում է։ Օրինակ չեք գտնում, որ երբ որ քաղաքական ուժերից մեկը իր նախընտրական քարոզարշավի վրա ծախսում է, ասենք 800 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը շոշափելիորեն գերազանցող գումարային միջոցներ, իսկ մյուսները չունեն այդ գումարային միջոցներ, այստեղ հավասարության սկզբունք չի խախ տվում։ Ես էլի դուրս բերեմ քաղաքական դաշտից ձեր թույլտվությամբ։ Տեսեք, շատ պարզ փաստարկների եւ իրավունքի լեզվով։ Ուրեմն այս հարցը կոնկրետ ես կարող եմ ասել, որպես քաղաքական ուժին չմասնակցող մեկը, մասնագիտական տեսանկյունից քննարկվում է երևի մի 3 շաբաթ առնվազն եւ այդ որոշումը վերջնականապես հասունացավ այս վերջի մի 2 օր առաջ էր կարծեմ դեպքի բացահայտմամբ, երբ պարզվեց, որ 1 միլիարդ դրամը գերազանցող միջոցներ են ծախսվել, այսպես ասած, արտա հիմնադրամային բյուջեից։ Բոլորիդ հայտնի այդ դեպքը ձերբակալության դեպք է եղել, որի, այսպես ասած, առանցքում ընկած գործողությունները դիտարկվել են որպես եւ կարող են դիտարկվել որպես կամքի վրա ներգործության միջոցներ։ Եվ այն գումարը, որի մասին բացահայտումն արվել է, չափազանց էական է, այն գերազանցում է կուսակցությունների համար թույլատրված հիմնադրամի առավելագույն շեմը։ Եվ այդ 3 շաբաթվա քննարկումները, որոնք զուգահեռ էին, օրինակ այն իրողություններին, որոնց մենք որպես մարդիկ ականատես էինք լինում, հրապարակված նյութեր, գաղտնալսումներ եւ այլն, այդ քննարկումները եկան իրենց հանգուցալուծման 1-2 օր առաջ եւ այսօր հնարավոր եղավ դրանք ամփոփել։ Մասով այդ ուսումնասիրությունը իրականացրել եք, որովհետեւ քաղաքացիական պայմանագրի մասով եւս կային մամուլում տեղեկություններ, լուրեր, որ մեծ ծախսեր են արվել, դրոն շոուներ եւ այլն եւ այլն։ Այն ծավալով, որով որ մեր աշխատանքները նպատակահարմար են գնահատվել եւ այն ուղղությամբ, որով նպատակահարմար են գնահատվել, արվել են, իսկ բոլոր մնացած ուղղություններով դրանում շահագրգռված անձինք կամ խմբերը պետք է մտածեն։ Պարոն Արաքելյան, քանի որ 3 բանավեճը հրապարակային է եղել, ես ուզում եմ իմանալ, դուք չեք անհանգստանում, որ օրինակ ձեզ կարող են մեղադրել կամ կասկածել իշխանությանը օգնելու, խաղից հանելու իր գլխավոր մրցակցին, որովհետև 3 նաև հիշում ենք պարոն Սարգսյանը 2 ուժի մասին էր խոսում, որը ըստ նրա ազգային անվտանգության, այսպես սպառնալիք է համարում, երկրորդ ուժը որն էր եւ ինչու միայն ուժեղ Հայաստանը, հնարավոր է այլ կուսակցության դեպքում էլ։ Նախ առաջին հարցի առաջին մասով Հանրապետություն կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արամ Սարգսյանը եւ մեր ողջ թիմը առաջնորդվում ենք բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահով, որի շրջանակներում կարևոր մենք առաջնահերթությամբ Հայաստանի Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության պահպանումը բոլոր հնարավոր ձևերով եւ դրանք մեզ համար բացարձակ արժեքներ են, դրանք սակարկման ենթակա չեն եւ մեր գործողությունները ուղղված են բացառապես այդ արժեքների պահպանմանը իսկ այդ մեկնաբանությունները որ մենք աջակցում ենք ինչ որ կպեն ես ընդհակառակը ես կփորձեի հակառակ թևից դա բնորոշել ընդհակառակը մենք այսպես ասած տալիս ենք քարտ բլանշ եւ որպիսի պահանջենք ակտիվ գործողություններ հանրային իշխանությունը ստանձնած քաղաքական ուժից որպիսի հանկարծ նաեւ այդ խոսույթը բան աջակցում եք նույնն եք բան ինչ գործողություններ ինչ եք ակնկալում ասացիք այդ գործողություն քարբլանշ հանրային իշխանությունները պետք է դրսևորեն օրինակ իրավապահ համակարգը պետք է լինի զգոն սթափ որպիսի կանխի կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորում Հայաստանի Հանրապետությունում հանրային իշխանությունը պարտավոր է ապահովել հավասար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի ընտրական իրավունքը իրացնելու համար պետք է քաղաքական իշխանությունը հանրային իշխանությունը պետք է ապահովի ձեր մեր բոլորիս ազատ ընտրելու իրավունքի իրացումը այս գործողությունները իսկ երկրորդ ուժի մասով ո՞րն էր այդ ուժը եւ ինչու չներկայացրեցիք դիմում հենց երկրորդ պարոն Սարգսյանը 2 ուժի մասին էր խոսում որ խնդիր է համարում այս ուժություններին տեսեք ոչ միայն 2 էլի տեսեք տարբեր հարցումների հենց գլխավոր տեսեք հիմա եթե զուտ մասնագիտական հարթությունում իմ անձնական կարծիքը ես կարող եմ հայտնել ասեմ ոչ թե քաղաքական կուսակցության կամ այլ կան քաղաքական ուժեր որոնց գրանցման հիմքը ըստ էության վերացված է օրինակ
երբ որ մի քաղաքական ուժ ներկայացնում է, ունի պարտականություն ներկայացնելու, ասենք, տեխնացուների ցուցակի նվազագույն քանակություն, տեխնացուների, եւ ընթացքում օրինակ այդ տեխնացուների քանակը պակասում է այնքան, որ այդ 80-ը չի ձևավորվում, կարող է եւ չձևավորվի 30-ը, արդյոք չեք գտնում, որ գրանցման հիմքը այս դեպքում արդեն իսկ վերացած է լինում, այսինքն գրանցման համար հիմք անցածող այդ 80 հոգանոց ցուցակի արկայությունը բացակայում է, օրինակ